պարոն վարչապետ, Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ շարված է։ Սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են։ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն է մասնակցում։ Այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Եվ մեր խնդիրն է ընդլայնել սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները, սահմանապահի օրը, շնորհավորանքներ ու շնորհակալություն երկրի ղեկավարից բոլոր նրանց, ովքեր ամեն օր մեր սահմանն են պահում։ Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ իրավիճակում, բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Հաջորդ կարևոր նորությունը, որ մենք ունենք, արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է, Քանի որ այդ 12 կիլոմետրանոց հատվածը միակն է, որտեղ թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահյուսակների մեջ դրած։ Եվ նպատակն է, որ Հայաստանի բոլոր սահմանները եւ սահմանի բոլոր հատվածները սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո լինեն, վարչապետն է շեշտում։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, առաջիկայում իհարկե մենք կշարունակենք եւ ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը։ Մենք օրակարգում իհարկե ունենք նաեւ Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը եւ վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք եւ սրանով ըստ էության Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը կամփոփվի եւ մեր պետությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա։ Սահմանապահը պետության ինքնիշխանության եւ անկախության կարևոր խորհրդանիշ է եւ կառավարության նպատակն է, որ սահմանապահները լինեն սահմանին, զինծառայողները ծառայեն մշտական տեղակայման վայրերում։ Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակը իր ծառայության մեծ մասը անց է կացնում խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն։ Իհարկե, մենք հիմա նաև սահմաններին ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումը այն է, որ X պահի մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերը այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն։ Բայց դա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, ընդգծում է երկրի ղեկավարը շեշտադրմամբ։ Դեպի ուր մենք իհարկե ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում
Այնտեղ, որտեղ սահմանապահն է կանգնած, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա։ Սահմանապահ զորքերում ծառայության ավելի բարձր գրավչություն եւ ավելի բարձր պրոֆեսիոնալիզմ։ Կառավարության առաջնահերթություններն է մանրամասնում Փաշինյանը, ընդգծելով խաղաղությունը, պատասխանատվությունը։ Չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, սահմանապահ ծառայողները այն մարդիկ են, ովքեր առաջինը դիմավորում են Հայաստան եկած օտարերկրացիներին եւ պակաս կարեւոր չէ, դիմավորում են արտերկրյա ճանապարհորդություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիներին։ Եվ այս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք եւ գնահատենք, որովհետեւ այս կոնտակտը շատ կարեւոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել եւ օտարերկրացիների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումների մեջ սեփական պետության, սեփական անկախության եւ ինքնիշխանության եւ պաշտպանվածության վերաբերյալ։ Այսօր արդեն սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման շարունակական ծրագրեր։ Ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավում սահմանապահ զորքերում։ Ելույթի վերջում եւս մեկ անգամ շնորհավորանք ու շնորհակալություն երկրի վարչապետից օրվա հերոսներին, սահմանապահներին։ Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս սահմանապահի օրվա առիթով եւ կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար իշահ Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության, պետականության, անվտանգության եւ իշահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր պետք է հպարտանան իրենց պետությամբ, ովքեր պետք է սիրեն իրենց պետությունը, բայց շատ կարեւոր է, որ պետությունը նույնքան սիրի քաղաքացուն, որքան քաղաքացին է սիրում պետությանը եւ այդ թվում սահմանապահ զորքերի ծառայությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է զգան պետության հոգատարությունը եւ սերը իրենց նկատմամբ եւ իհարկե այդ թվում սահմանապահ զորքերի ծառայողները պիտի զգան իրենց պետության հոգատարությունը եւ սերը իրենց նկատմամբ։ Եվ ուրեմն կեցե Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Սահմանապահ զորքերի ծառայողներն իրենց տոնի օրը նաև հանդես են գալիս տոնական շքերթով եւ ցուցադրական հնարքներով, ներկայացնելով իրենց պատրաստվածությունը։ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն էլ վարչապետին ներկայացնում է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներն ու դրանց հնարավորությունները։ Շնորհակալության կողքին նաև խոնարհում տոնական միջոցառման ավարտին Հայաստանի վարչապետն ու ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցում զոհված զինծառայողների հիշատակին։ Իրինամ Կրչյան, լուրեր։